Մենք տեսանյութերում տեսնում ենք, որ դուք եք հրահրել, շիշը դուք եք շպրտել Գրիգորի Իսկանդարյանի ուղղությամբ։ Ես կխնդրեմ նշեք, թե ինչու որոշեցիք շիշը շպրտել։ Նախ շիշը չի շպրտվել ինչ-որ մեկի ուղղությամբ։ Գրիգորի Իսկանդարյանի ուղղությամբ։ Տեսեք, ամեն ինչ պետք է սկսենք սկզբից նախ։ Ընդդիմությունը ինչի համար հրահրեց տվյալ բախումը, երբ որ հնչեցին ավականունիստի ընթացքում թեմաներ, որ իրենց խմբակցության անդամ առաջի համար Հայ Հայաստան, որը որ այս պահին ավականու անդամ չէ, Անդրանիկ Թևայանի մասին է խոսքը, նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ եւ այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Պարոն Փամբուխյանը Երևանի փոխքաղաքապետ նշեց այդ հանգամանքը, նրանք վրդովվեցին, ինչպես ենթադրելի էր, եւ փորձեցին հրահրել, իսկ իմ շիշ շպրտելը, ինչպես դուք եք ասում, չի ուղված եղել կամ միտված եղել ինչ-որ մեկի, հանդարտության կոչ ա եղել կարելիացել ու սեղանին է շիշը դիպչել, այսինքն ինչ-որ անձի չի դիպչել շիշը։ Եթե ասեցի արդեն, եթե մարդիկ կռիվ են հրահրում, շիշը սեղանից ցայտում այն պահին, երբ որ պետք է հանդարտվի, այսինքն ոչ մեկի միտված չի եղել, որ վնաս պատճառի ու ոչ ոքի չի դիպչի։ Ես տեսնում եմ, ես շիշը ուրեմն շպրտում։ Իսկանդարյանի ուղղությամբ է եղել եւ նաեւ սխալ եք ասում։ Շիշը նախ սկսենք նրանից, որ շիշը Ժորժան, եկեք հերթով էլի։ Շիշը ոչ ոքի չի դիպչել, այդ մեկ։ Երկրորդը ասում եմ, տվյալ իրավիճակը հրահրել է ընդդիմությունը, այն բանից հետո, երբ հնչել է արտահայտություն, որ իրենց քաղաքական թիմի անդամ Անդրանիկ Թևայանը պետական դավաճանության մեջ է մեղադրվում եւ այո, դա գաղտնիք չէ, մենք փաստ ենք այս պահին նա գտնվում է այս պահին նա գտնվում է քրեակատարողական հիմնարկում այդ մեղադրանքով եւ մենք ասել ենք փաստը, որ այո մեղադրվում է, մենք չենք ասել դատապարտվել են այդ մեղադրանքով, ասում ենք որ նա մեղադրվում է եւ այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որից հետո նոր ասեցի ընդդիմությունը ջղաձգումների պատճառով, որ իրենց քաղաքական թիմի անդամը կարող է մեղադրվել կամ մեղադրվում է նման արարքի մեջ, արդեն փորձեց հրահրել, իսկ ինչ եղավ դահլիճում արդեն մնացածը տեսակ էլի ինչ։ Բայց էի պատմում։ Ժորժան, դուք լայվը չեք տեսնում։ Դուք ասում եք ինչու եք կաշառք բաժանել, Անդրանիկ Թևանյանի մասին եք մեջբերումներ անում, դա է հրահրել, թե որ օրինակ դրան պատասխան։ Այսինքն փաստերը արձանագրելը դա հրահրում եք դուք համարում։ Ձեր համար նորություն է, որ արդեն 1 ամսից ավել, 2 ամիս, 3 ամիս ու այս պահին անգամ նաև ձերբակալություններ են շարունակաբար կատարվում կաշառք բաժանելու մեղադրանքներով 3 տարբեր քաղաքական ուժերի ներկայացի մասին ահա։ Այդ այնում եք, երբ որ մենք բարձրաձայնում ենք տվյալ դեպքերը, ընդդիմությունը, որը որ այդ քաղաքական ուժերի մի մասն է կազմում, նյարդային ցնցումների մեջ է ընկնում եւ արդեն սկսում է իրար չհասկանալու process-ը։ Իսկ ինչ որ եղավ դահլիճում, արդեն դուք տեսաք դահլիճում։